Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է մերժում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները, եթե դրանք պետք է տեղի ունենան հրամանների ու սպառնալիքների ներքո։ Անընդունելի է, երբ ասում են մենք ձեզ հրամայում ենք այս չանել, այն չանել, այլապես մենք սա կանենք։ Եթե այդպես է, ապա ես ընդհանրապես չեմ գալու ձեզ հետ բանակցելու։ Գնացեք եւ ինչ ուզում եք արեք։ Սա Փեզեշքյանի առաջին հրապարակային արձագանքն էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, ով անցած շաբաթ հայտարարել էր, թե ցանկանում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագիր կնքել եւ որ այդ մասին նամակ է ուղարկել Իրանի հոգեվոր առաջնորդին։ Նամակի բովանդակության մասին Սպիտակ տան ղեկավարը մանրամասներ չէր հայտնել, բայց պնդել էր հարցը կլուծվի կամ բանակցություններով կամ ռազմական ճանապարհով։ Մենք չենք կարող թույլ տալ նրանց միջուկային զենք ունենալ, ասել էր նախագահ Թրամփը։ Հուսով եմ, որ մենք կարող ենք խաղաղության համաձայնագիր ունենալ։ Գիտեք, ես չեմ խոսում ուժից կամ թուլությունից, ես պարզապես ասում եմ, որ նախընտրում եմ տեսնել խաղաղ համաձայնագիրը, քան դրա այլընտրանքը։ Այսօր Իրանի արտգործնախարարը հայտնել է, թե նամակը դեռ Թեհրան չի հասել, մանրամասնել, որ այն միջնորդներն են տեղ հասցնելու։ Մինչ այդ, սակայն, Այաթոլլահ Ալի Խամենեին արդեն հայտարարել է, թե Իրանին հնարավոր չէ ճնշումներով բերել բանակցությունների։ Նամակը գրվել է, բայց դեռ չի հասել։ Ակնկալվում է, որ արաբական երկրներից մեկի ներկայացուցիչը այն շուտով Թեհրան կհասցնի։ Նախագահության առաջին շրջանում 2018-ին Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ 6 գերտերությունների եւ Իրանի միջև ստորագրված միջուկային համաձայնագրից, վերականգնելով պատժամիջոցներն այդ երկրի նկատմամբ։ Հիմա էլ հայտարարում է, թե մտադիր է Իրանի դեմ ճնշումը հասցնել առավելագույն մակարդակի, որպեսզի Թեհրանը հրաժարվի միջուկային նկրտումներից։ Իրանը պնդում է, թե այս պայմաններում բանակցություններն անիմաստ են։ Մենք պետք է հարաբերություններ ունենանք աշխարհի հետ, մենք ոչ մեկի հետ չենք ուզում կապերը խզել, մենք ոչ մեկի հետ չենք ուզում կռվել, բայց մենք չպետք է խոնարհվենք որևէ մեկի առաջ։ Եթե նրանք արժանապատվորեն մոտենան, մենք արժանապատվորեն կխոսենք։ Սպիտակ տուն վերադառնալուց կարճ ժամանակ անց Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության հուշագիր ստորագրեց, որով ինչպես Սպիտակ տունն էր ձևակերպել, Միացյալ Նահանգները փակում է միջուկային զենք ստանալու Թեհրանի բոլոր ուղիները։ Բացի այդ, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարին հանձնարարվել է առավելագույն տնտեսական ճնշում գործադրել Իրանի կառավարության վրա, այդ թվում պատժամիջոցներ կիրառելով դրանք շրջանցողների նկատմամբ։ Թրամփի վարչակազմը կխոսի մեր հակառակորդների եւ դաշնակիցների հետ, բայց դա միշտ կանի ուժի դիրքերից, պաշտպանելու մեր ազգային անվտանգությունը։ Մի քանի օր առաջ Բլումբերգը հղում անելով Սպիտակ տան անանուն պաշտոնյային գրեց, թե ամերիկյան կողմը Մոսկվային է դիմել Իրանի հետ կապ հաստատելու հարցով եւ ռուսները խոստացել են աջակցել։ Ըստ Բլումբերգի նախագահ Թրամփն անձամբ է այդ հարցը քննարկել Ռուսաստանի նախագահի հետ փետրվարին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Այդ զրույցից շաբաթներ անց Ռուսաստանի արտգործնախարարը այցելել էր Թեհրան ներկայացրել պետքարտուղար Ռուբիոյի հետ Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման մանրամասները։ Ռուսաստանը կարծում է, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը բոլոր խնդիրները պետք է լուծեն բանակցությունների միջոցով։ Մոսկվան պատրաստ է ամեն ինչ անել դրան հասնելու համար, Բլումբերգին ասել է Կրեմլի խոսնակն առանց հավելյալ մանրամասների։ Թեհրանը եւս չէր հերքել Ռուսաստանի միջնորդության հնարավորությունը, բնական է, որ երկրներն իրենց օգնությունն են առաջարկում, ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։ Հաշվի առնելով այս հարցերի կարևորությունը, հնարավոր է, որ շատ կողմեր բարի կամք եւ պատրաստակամություն ցուցաբերեն, օգնելու լուծել տարբեր խնդիրներ։ Թե ուր են հասել այդ բանակցությունները հստակ չէ։ Այս փուլում հայտնի է, որ առաջիկա ուրբաթ օրը Պեկինում կհանդիպեն Չինաստանի, Իրանի եւ Ռուսաստանի փոխարտգործնախարարները։ Պեկինն այսօր հայտարարել է, թե կողմերը կարծիքներ կփոխանակեն Իրանի միջուկային հիմնախնդրի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Մի շարք փորձագետներ պնդում են, թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթելով Արևմուտքը կարող է դուրս բերել Թեհրանին Ռուսաստանի ու Չինաստանի հետ սերտ համագործակցությունից։ ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը անցած շաբաթ հորդորել էր Իրանին ու Միացյալ Նահանգներին նստել բանակցությունների մանրամասնելով, որ արդեն քննարկում է այս հարցը Սպիտակ տան պաշտոնյաների հետ։ Ավելի վաղ միջազգային այդ կառույցը նախազգուշացրել էր Իրանի միջուկային զենքի արտադրության համար անհրաժեշտ հարստացված ուրանի ծավալներն աճել են ավելի քան 50%-ով։